Ողջունեմ ձեզ դեր Հիսուս Քրիստոսի բադվական անունով այս արավոտ եւ աստվածապարք կուտամ, որ Հայգազյան համասարանի 70-ամյակի այս ամիսներուն ընթացքին նաև արիթ ունենք այս եկեղեցվո մեջ միասնապար Աստուծո փառք տալու, Աստծո շնորհակալություն հայտնելու մեր վայելած բարիքներուն համար։ Երբ կսեմ բարիքներ, մեր միայն ստացածի մասին չէ իմ խոսածս։ Հաբա այնինչ, որ Հայգազյանը գրծավ դալ, անորամար Աստծո փառք կուզենք տալ, որովհետև ընդհանրապես մենք մեր պարապանությունը եւ Աստծո հայտնած շնորհակալությունը գետրոնացած գլա մեր հավաքածին, մեր ստացածին վրա։ Մենք այսօր եկեցի եկած ենք Աստծո փառք տալու, որ Հայգազյան համասարանը գրծավ, փաշխել, դալ այն ինչ որ գրծավ դալ։ Եվ ուստի այսօր պիտի անդրադառնանք Բողոս Արաքյալի մեկնամակին, ինչ որ ընթերցվեցավ, եւ պիտի ճանանք գաբել Հայգազյան համասարանի բադմության հետ, կամ գարկմը թրվակներու հետ, գարկմը անձնավորություններու հետ։ Սակայն Հայգազյանի չհասած եւ չանցած բամը գետրոնանանք քաղաքացիս տուղտին 5-րդ գլուխին այն ինչ որ մենք լսեցինք առաջին համարներուն եւ այն ենթահողին, որում մասին մենք գլսենք այս հատվածի մեջ։ Ուրեմն այս հատվածը ուղված եկեղեցիը, այսինքն քաղաքյո եկեղեցի, հadouk աստվածապանական խնդիր մգտնե մարդոց արժև։ Նախ չանցածեմ, որ քաղաքյան գիտեք ուր է գետրոնական Թուրքիո մեջ կգտնվի, որ այդ օրերուն անշուշտ հունական մշակույթի ենթարկված էր եւ ուրեմն կարևոր գետրոն մտածած էր առաջին ժամանակներու եւ թարու մեր քրիստոնեական հավատքին։ Ուրեմն Բողոս Արաքյալ իր աշակերտներուն հետ քաղաքյո մեջ կքննարկե կարևոր այս խնդիրը, որ արդյոք ոչ հրյա քրիստոնյաները, այսինքն այն քրիստոնյաները, որոնք նախաբես հրյա չէին, ուրիշ բան էին, օրինակ հրյաներեն շատեր, հույներեն ներողություն շատեր, արդյոք ոչ հրյա քրիստոնյաները պետք է շարունակեն հետևել հրեական, այսինքն 5 դագարանի օրենքին։ Պետք է եդերտան, թե իրենք իբր ոչ հրյաներ նոր իրավիճակի մեջ են, այսինքն Աստծո խոսքին, նոր գդագարանի Հիսուսի ավետարանին։ Ուրեմն որոշ հրյա քրիստոնյաներ, որոնք քրիստոնյա դարձած էին, գահավադային, որ Քրիստոսի հավատալը բավարար չէ, պետք է նախ օրենքը գործադրել, դասնապանյա օրենքը եւ այլն, եւ գիտեք թլփադության մասին խոսի, այդ բոլորը լրացնել, անոնց վրա ավելցնել Քրիստոսը։ Այսինքն հաշվենք 10 հարգանի էաշենքը, սակայն հարգը օրենքն է, հետո adonց բոլորին վրա նաև ավելցնենք Քրիստոսը եւ ինչ որ պիտի գոչվի հավատք։ Ուրեմն օրենքը կորզատրել, հետո ավելցնել, համեմել, եթե ուզեք, հավատքով։ Բողոս Արաքյալի համար անընդունելի բան էր ասիգա, որ քրիստոնյամը օրենքին այնքան կարևորություն դա, որ Քրիստոսի վրա հիմնված հավատքը երկրորդական լա կամ նույնիսկ հավասար լա։ Փրկության համար բավարար պետք է լար Քրիստոսը։ Եվ այս էր Բողոս Արաքյալի ուսուցումը, ոչ թե որ Մովսեսական օրենքը դուրս ցկվելու էր, բայց փրկողը օրենքը չէր։ Գիտեք մենք հիմա պիտի խոսենք քիչ դաստիարակության մասին։ Եթե գուզեք զավակներու դաստիարակութեն են սկսենք։ Բոլոր զավակները, բոլոր որ դաստիարակամ գրթական կորձիչները։ Եթե մեկը լավ ուսուցիչ է, լավ մանկավարժ է, բավարար չէ, որ ինք գիտնա որ իր դասարանի աշակերտները կամ դանը զավակները իր սածին գհբադագին։ Բավարար չէ։ Գիտեք մեր ուրախությունը ուր գլա, երբ մեր աշակերտները կամ զավակները առանց հուշելու, առանց բարդատրելու իրենք արդեն սորված լան ճիշտը կատարել, չէ։ Ուրեմն այս էր օրենքի եւ հավատքի այդ խնդիրը եւ
Բոս Արաքյալ գդրուկ կերբով գմերժե այն կապարը, որ պետք է օրենքին հենինք եւ գշեշտե որ փրկությունը միայն Քրիստոսով է, բայց Բոս Արաքյալ կարևոր միտք ունի։ Միայն Քրիստոսի մասին չէ որ խոսի։ Շնորհքի մասին։ Շնորհք։ Փրկությունը շնորհքով է։ Հավանաբար շատ լսեր ենք ասոր մասին, բայց ներեցեք անգամ ես ասեմ ինչ է դարբերությունը։ Եթե ես օրենքը կործատրեմ եւ հաջողած գտնվիմ, այն ադեն ամեն ինչը գբարդիմ իմ հաջողությանս։ Հբադագեցա։ 10 հարց դրվեցավ ինձի, 10 ճիշտ պատասխանեցի։ Այն ադեն ես պիտեմ, ես վաստգեցա, ես էի որ շահեցա։ Շնորհքը որն է։ Քրիստոս իմ գողքիս է։ 10 հարցեր, որոնք կդրվին ինձի, սխալ կպատասխանեմ։ Քրիստոս ցերկս կբռնե եւ ինք ինձի գուտա հաղթանակը եւ պատասխանը։ Իմ հոգիովս, իմ մտքովս, իմ էյությանս, ուրեմն օրենքի եւ շնորհքի եթե մարդ միան օրենքով ինքզին հաստատե, արդարացնե, այնադեն ինք պիտի կարծե որ դերը ինքն է իր կյանքին։ Եթե շնորհքով լա, կնշանակի որ ինք գիտե որ ինք ամեն բան է առաջ, ամեն բան է հետ գբարդի ամեն ինչ, այն Քրիստոսին, որուն ինք շատ բան չդվավ, բայց Քրիստոս իր սիրովը հասավ իրեն։ Ուրեմն Քահանացիս այս թուղթի 5-րդ գլուխի մեջ Արաքյալը կքաչալերը հավատացյալները, որ հաստատ մնան Քրիստոսի դված ազատության մեջ։ Ինչ է ազատություն, օրենք է ազատություն։ Օրենք է ազատությունը նշանակի այս։ Եթե մեկը ազատ չէ, ամեն ադեն որ դեղը գշարժի կամ գկալե, ու շատիրի բիլա որ խախտում չգադարե։ Ասա վախի կյանք է։ Գրնա լավ ապրիլ մեկը, բայց վախի մեջ որովհետև օրենքն է շեշտը։ Եվ Բոս Արաքյալ գսե որ եթե դու Քրիստոսով գաբրիս, շնորհքով, դու այն ադեն ազատության մեջ գաբրիս, ոչ թե օրենքին, կերության կամ ստրգության վիճակին մեջ։ Եվ գսե հատվածի մեջ քիչ առաջ ես երբ կընթերցվեր դերմը ժբիտ մդվի, որտեղ գսե որ դուք ադեմ հասկացած եք, աստասը սորված եք։ Ինչ եղավ որ մորցակ այս տասը։ Մարտարարած շուտով օրենքին կվերադառնա եւ հավատք եւ շնորհքը գլկե Բոս Արաքյալ այս է ասածը եւ ուրեմն գսե չվերադառնաք ստրգության լուծին եւ անոր դակ չմնաք, այսինքն բարձաբես օրենքի մեջ օրինաբաշխությունը բավարար չլա ցեզի եւ այս գահագատրվի մարմնավոր ընթացքին եւ հոգեվոր այդ շեշտին միջև ճշմարիտ արժեքը գսե հավատքն է եւ հիմա բիդիկամ սիրելի այս նյութին որ քիչ եղբայրներս վերաբատվելները հիշեցին շեշտելով որ ճշմարիտ արժեք եթե հավատքն է իսկ հավատքը ինչով գործե սիրով ուստի ոչ ոք թող խոսի քրիստոնեական հավատքի մասին եթե փուն նյութը փուն հոգին փովանտագությունը սերը չէ Առաջին համարի մեջ հավատացյալները գսե ազատված են օրենքի ստրգութենեն Քրիստոսի միջոցով կորակիր այդ է ուրեմն չվերադառնալ այդ օրինաբաշխության եւ մոռնալ Քրիստոսը այդ կնշանակե գամովին անգամ եւս ստրուկ դառնալ երկրորդ համարեն սկսյալ օրինաբաշխության մասին օրինաբաշխությունը գահագատրե շնորհքին հետ Եթե մեկը գուզե արդարանալ օրենքով բարձրանա, օրենքով գինա, անոր համար թլպադության նյութը ինք կուդա, չպավեր որ ֆիզիկաբես թլպադությունը ստանա մեկ եւ ասե որ հիմա ես լավ եմ, մաքուր եմ եւ վերադառնա այդ օրերուն, ադիգը բացադրե եւ ճշմարիտ կարեւորությունը հավատքն է գսե որ գործե սիրով, ոչ թե բարձաբես արդակին, գրոնական սովորություններով եւ արարողություններով, նույնիսկ եթե ադիգա ավետարանական արարողություն ալա, անշուշտ։ Երրորդ սուդ ուսուցումներու վտանգի մասին 13-րդ համարի մեջ կուզեմ հիշել անգդրուկ կերպով գմերժե թլպադության քարոզիչները, որոնք օրենքի քարոզները գուտային
նույնիսկ քրիստոնեական եկեղեցու մեջ եւ հեգնանքով գսե թողանոնք հերանան մեզ հերուտո մնան այսպես քարոզիչները 10-րդ համարի մեջ խոսի ազատությունը պետք չէ օգտագործել սակայն գսե մեղանչելու համար ճլա որ ազատությունը չգարենանք իսկապես արժևորել եւ լավ ըմբռնել քրիստոնեական ազատությունը բազ աշխարհիկ թույլատվություն չէ որովհետեւ մարդիկ մեղանչեն Քրիստոսի վրա արմատացում է հավատացյալները պետք է ոչ թե թույլատվության կյանք ապրին հապա Քրիստոսի սիրո կյանք ապրին հիմա գասնի փուն 10 14 15 համարներու ուր գծադրե արաքյալը որ օրենքը բարդատրված գեդերեն բայց օրենքը իսկության մեջ իր լրումին գասնի եթե սերը լագետրոնը նույնիսկ օրենքի կորզատրության հիմա սերը լա ամբողջ օրենքը կբացադրի աստվածաշունչը մեկ բադվիրանով կամ փոփվի քունգերդ սիրես քանցիպես ուրեմն հոնալ գսե որ ինչ են այս գրիվները ասի թլպատված է ադի չէ իրարութեմ գրվիլը բաժանումներ ստեղծելը բարձավես գործանում է ասոնքտո եկեցին հերանը ասի քաղաքյայի եկեղեցվո պատկամներ եւ բոս արաքյալի գրնալ ամենեն կարևոր պատկամը այս գեդնը Քրիստոսով բրգություն շնորհքով որ գարդայդվի սիրո մեջ սիրով ես բիդի կամ հայգազյան համալսարանի եւ հայ ավետարանական ընդհանուր գրթության ըմբռնումին եւ գրթության փիլիսոփայության մտքին ինչու 180 տարիներ եվեր հայ ավետարանական եկեղեցին այս կանդեղ դված է մանկավարժության գրթության եւ մեր բարակային նաեւ բարձրակույն ուսման համասարանի բادرը մեգուն վրա Մուգարի բարդեզ ցեզմե ոմանք գիտեն ոմանք ուսանած են կամ ուսանին հայգազյանի մեջ հոնգ գարտանք հովանու ավետարանեն համարմը 832 ճշմարտությունը պիտի գիտնակ եւ ճշմարտությունը ցեզ պիտի ազատեք ազատակրե ակադեմիական աշխարհի մեջ մտածելու մտքի բարձրակույն ուսման աշխարհի մեջ ալ ճշմարտություն կնշանակե ունենալ անգաշկանտ միտք այսինքն արկելք չլալ որ մեր միտքը կործե կնշանակե անգեղծություն ճշմարտություն գիտեք կնշանակե անգեղծություն այսինքն մարդ միշտ հաշիվ չներ որ հիմա ճշմարտություն խոսիմ թե չխոսիմ սագարգություն չջանչնար այնպես է անգեղծությունը անորամար է որ մենք փոքրերը մանուկները գսիրենք չէ անգեղծություն որովհետև պիտի արիթ չունին կարողություն աչունին սագարգելու գսվի չսվիր նվաստավոր է շահգա ինձ համար թե չգա հաբա անգեղծություն համասարանական կյանքի մեջ ճշմարտություն կնշանակե նաև ուրիշներու մտքի ուրիշներու խաղապարներու կերութենեն ազատում ստրգութենեն ազատում այսինքն հոն է դարձյալ օրենքը դեպի շնորհք համասարանական եւ գրթական տանուր ծրագիրներու մեջ կան օրենքներ բայց անոնք չեն որոնք գդիրեն ընդհանուր մթնոլորտին եւ արժեչապերուն ճշմարտություն նույնիսկ գրթական մարզի մեջ կնշանակե նաեւ անձնական պատասխանատվություն վերցնել դառնալ պատասխանատու ուստի գիտությունը եւ իր դված ճշմարտությունը գիտությունը առանց սիրո իմաստ չունի ուստի մանկավարժության հիմնալ նույն սերն է ինչ որ մենք մեր համասարանի մեջ դարձյալ գշեշտենք ես պիտի խոսիմ երկու անձերու մասին որովհետեւ ծանոթանանք Հայգազյանի պատմության ոչ որ դարին հիմնվեցավ քանի շենք ունեցավ ով ուսանեցավ ով ավարտեց ով ցախողեցավ ինչ քանի գիրք հրատարակվեցավ ով ինչ ուսումնասիրեց այս օրվա պատկամին
հոգիով ուզեմ խոսիլ ցեզի ցանոթացնել երկու անձնավորություններ մեկը գին մեկը այր գիները մեկը լուրջ ունի որ գոյություն ունի Հայգազյան համասարանը որովհետև Հայգազյանը չհիմնված ինք արդեն առաջացած տարիքին մահացավ գիմը որ մենք ամեն օր գիշենք Հայգազյանի մեջ բայց ինք լուրջ ունեցավ որ իր դեսիլքը իր նվիրումը ինչ պիտի առաջնորդեր ամերիկացի միսիոնարուի մներ Elizabeth Webb W-E-B-B Elizabeth Webb Միացյալ Նահանգներու գետրոնական նահանգի մեջ համասարանական աղջիկը գլսե որ իր տասախոսուհին Չինաստան պիտի գրգվի պիտի երթա որպես միսիոնարուի աստո կորձը գադարելու համար Չինաստան խոսինք որ 1870-ականներու կամ 80-ի սկիզբները այսինքն ասկե 100 մոդավոր 150 տարի առաջ գլսե որ իր նախասիրած ուսուցչուհին միսիոնարուի պիտի գա Չինաստանի մեջ հաջորդ տարին գսե որ ես ագուզեմ նույն ճամփեն կալել ես ագուզեմ աստծո խոսքը դարածել աշխարհի մեջ ես ագուզեմ Չինաստան երթալ ուրեմն կամ փոխչացնել ինչ որ պետք է պայմանները եւ միսիոնարությունը իրենք սիրով ընդունվեցավ պիտի երթաս Չինաստան Elizabeth Webb համասարանական դարիքին գղրգվի կջամփորտե գիտեք ինչպես ջամփորտեին այդ ժամանակ նավով շապատներ եւ այլն եւ գահասնի ուր պետք է ծառահե գարցնե ուրաս իր հասած դեղը Ադանա Չինաստանը ուր Ադանան ուր եւ այս գինը հոգեվոր կորց կգադարե դարիներ շարունակ գլա մանգավարժ ուսուցչուհի եւ յետքի իր քույրը գհրավիրե Մերին ագուկա գլա անգերային կորձիչ սոցիալական սենկցարայո եւ երկուքով գծարային հայության տաստիարագեն սերունդները Ադանայի 4909-ին ագանադես կլան բադացներուն գոդորացներուն եւ ինք քիչերեն գլա որ գարցանակրեամեն փան եւ անորամար միացյալ նահանգներու թերթերու մեջ Ադանայի գոդորածի մասին գարպը մարամաստուներ գբարդինք իրեն որ ինքը նոտարած է ինչ տեսավ ճամփան դարիները գանցնին ցեղասպանություն դեղանություն եւ ինք պետք է վերադառնա միացյալ նահանգներ ինքս է իմ երգիրը այն ժողովուրդն է որուն Աստված կանչեց որ ծառայեմ ուրեմն գուկա Բեյրութ ոչ Ամերիկա գերտա գուկա Բեյրութ եւ ինք գհիմնե ընկերային ծառայության աշխատանք ցեզմե ոմանք գիտեն թրադ ուր է Բեյրութի մեջ թրադի գետրոնը թբրոցը բայց ադի ռած ժամանակ ադկեքիչ առաջ ինք եւ քույրը երկու դուն գկնեն Բեյրութի ամենաշքեղ շրջանի մեջ ուրգային բոլոր տեսփանությունները եւ այդ դանը մեջ բադանի աղջիկներ գապ գպերեն որոնք անդեր մնացած էին որտեւ իրենք կանտրատարնան որ այդ աղջիկներեն ոմանց մայրերուն ուսուցչուհիներ եղել էին Ադանայի մեջ այդ աղջիկներեն ոմանք կգտնեն Բեյրութ կհավաքեն կտաստիարագեն դարիներ եւ Աստված արիտը դվավ մեզի որ այդ գիներեն մեկը ինձի բատմե իր մանգության այս Webb-ի բادمությունը այս գինը իր այդ դուները երկու դուն որ ունեն ինք եւ քույր չմահացած գնվիրեն ամերիկյան ավետարանական եկեղեցին որտեղ իրենք պիտի մահանան եւ գսեն մեկ պայմաննիկ այս մեր դուները եկեցին ուտանք ամերիկյան մեկ պայման հայ աղջիկներու տաստիարագության նպատակին պետք է նպաստի ասիգա սիրելիներ Աստծո պարկ կդամ ես այս Elizabeth Webb-ին համար 1954-55 թվականին այդ երկու դուներու մեջ հատկապես 10 սենյակներու մեջ սկսավ Հայգազյան համալսարանը եւ այսօր իր նկարը գա իր կյանքի մասին գա այդ նույն դանը մեջ
օրը եթե մեկը ցեզի ասե որ քրիստոնեական հավատքը շատ ամուր բան չէ հավատացյալ շատ չգա անգերձ նվիրյալ չգա յանք Աստծո նվիրող շատ չգա Էլիզաբեթ Ուեբը հիշեցեք եւ Աստծո փառք տվեք երկրորդ անձը Հայգազյան համալսարանը անունը Գուկա անցեմը նվիրյալ անցեմը որուն անունն էր Արմենակ Հայգազյան բնիկ հաջնցի հաջնեն եւ դաստիարակված ավետարանական ուսանի հոգեվոր գոչում կստանա կպատրաստվի ուսիչը լալու տնօրեն լալու եւ վերջին տարիներուն նաեւ Հայգազյան Միացյալ Նահանգներ կմեկնի Շիկագոյի համալսարանի մեջ Յել համալսարանի մեջ եւ Թորոնտոյի համալսարանի մեջ իր դոկտորականը կպաշտպանե եւ երաժշտություն եւ աստվածապանություն 5 դագարանի ուսուցում եւ այլն եւ այդ բոլորեն յետք Արմենակ Հայգազյան գվերատարնա երգիր երբ պատերազմը կսկսի ցեղասպանությունը կսկսի Կոնիա քաղաքը որ իրականության մեջ քիչ առաջ քաղաքացիի մասին խոսանք քաղաքային շատ հերու չէ Կոնիան իրականության մեջ նույն շրջանի մեջն է կենտրոնական Թուրքիա Կոնիա ինք Ջենանյան կոլեջի դոնորենը կդառնա Թուրքական ուժերը այս կնեն ու այն կնեն իր ընտանիքը ինք իր ընտանիքեն գահերացվի կցերպակալվի եւ օրը մենք վկայություն լսերենք 90-ական թվականներուն արձանագրված ուր աշակերտները 1921 լալու է իր Գիրակնորիայի այսպիսի ժամուն երբ Գիրակնորիայի դբրոց ղեկավար է Արմենակ Հայգազյանը դոկտոր Հայգազյանը հանգարց կսե ասփոքրիկ աղջիկը որ յետք ձեր դարիքին 90-ականներուն կբատմեր գսե ոտքի ցայներ լսեցինք թուրք զինվորներ եկան Գիրակնորիա Բաշտամուկի ադեն ցերպակալեցին ու դարին գասնի խարպերտ կանանք ստանա Ջենարդոներ որ բավարար բժշկական խնամք կստանա եւ ինք կնահատակվի Հայգազյան համալսարանը այսպիսի նվիրյալ պատրաստված վերաբատվելի դոկտոր դասախոս աստվածապան երաժիշտ կրակետ մարդ նվիրյալ որ քնած բարձրակույն ուսումը ուսման դիրաբեդեց բայց վերադարձավ Աստծո գործը գործելու հոն ուր վտանգ կար եւ իր կյանքը զոհեց Հայգազյան համալսարանը այսպիսի հավատքի նշանավոր օրինակներով վրա կանգնած է այսօր խոնարհապարսենք մեր գդարածը ճնչին այսօր Աստծո շնորհքը մեծ է մենք քիչ բան դվինք Աստծո 70 տարի Աստված մեզի շատ բան տվավ ամեն բարակային ավարտեմ ասելով Արմենակ Հայգազյանի մեկ խոսքը Հայգազյանի կաֆետերիայի մեջ գրված է Արմենակ Հայգազյան գսե չես կրնար մարդ դաստիարակել առանց սիրո ասի մեր ամեն ուսանողները գրնան գարտալ մեր կաֆետերիայի մեջ եւ նույնպես ես պիտի ասեմ եթե մենք այսպիսի շնորհք ստացած ենք ազատություն ստացած ենք որ մեր կյանքը նվիրենք Աստծո նոր սերունդին համար Աստծո սերը պաշտելու ինչու վերադառնանք նեղ սահմաններուն աշխարհի օրենքին Թող Աստված օրհնե մեզ լեցնե իր սիրովը հավատքով միշտ հիշենք մենք ինչ որ ենք Աստծո շնորհքով ենք Փառքը իրեն լա Ամեն